Արհեստագործական ավանդույթները Շուշիում վերականգնվում են։ Առաքելությունը Եզնիկ Մոզյանի անվան ուսումնարանն է ստանձնել։ Հաստատությունը նախատեսված է 450 ուսանողի համար։ Մասնագիտական ուսուցման վարպետները որակավորում են անցել Ֆրանսիայի համանման դպրոցներում։ Հանրակրթական առարկաների ուսուցիչները տեղի դպրոցներից են։ Պլանավորվում է արդեն նոյեմբեր ամսին 7-ից 14-ը ֆրանսիացի 5 վարպետի այցը մեր դպրոց, որոնք տեսնելու են, թե ինչ հաջողություններ ունենք եւ ինչով կարող են մեզ օգնել մի քայլ եւս առաջ գնալ։ Արհեստագործական ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը ֆրանսիացի պատվիրակների հետ մասնակցեց նաև նախագահ Բակո Սահակյանը։ Շենքը կառուցվել է ֆրանսիայի Եզնիկ Մոզյանի կտակի համաձայն, Հայաստան համահայկական հիմնադրամի եւ Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ։ Եզնիկ Մոզյանը արհեստագործ էր, okay, ինքը վերաբրած էր ուրեմն ցեղասպանությունեն եւ ինքը քանի որ այդ արհեստները շատ կսիրեր, ինքը գասեր որ արհեստ ունեցող երիտասարդը անօթի չի մնար։ Ուսումնարանը շինարարական արհեստների մասնագիտական ուսուցման միակ կրթօջախն է Արցախում։ Այն հեռահար նպատակներ ունի։ Այստեղ որակավորված մասնագետներն իրենց նպաստն են բերելու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին առանձնապես արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները անմիջապես ապահովել են աշխատանքով, ինչը պայմանավորված է աշխատաշուկայում արհեստագործական որակավորում ունեցող երիտասարդների պահանջվածությամբ։ Եռահարկը կառուցվել է ֆրանսիական նմանատիպ մասնագիտական կրթօջախների օրինակով, հատուկ մասնագիտական հանձնաժողովի խորհրդատվությամբ։ Նարեկ Սահակյան, Արտավազդ Գրիգորյան, ժամը լրատվական։